Ողջույն հարգելի հայրենակիցներ, սիրելի բարաշապատցիներ, այս պահին գտնվում ենք Զվարթնոց գյուղ հատվածում Նավաշապատի ավականու ընկերությունների նորոզարշավի շրջանակներում, սա Մայիսյան փողոցն է, Մայիսյան փողոցից սկսում ենք եւ շփվենք ընկերների հետ կներկայացնենք մեր ծրագրերը, հետևեք մեր նորոզարշավին։ Զվարթնոց գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մեր քվեաթերթիկն է համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին։ Մեր քարոզարշավի շրջանակներում մենք ծանոթացրել ենք ձեզ, խոսք ենք տվել, որ այսպես ասած սատանի անիվ այգին, այդ կարուսելի հատվածը վերանորոգելու ենք եւ ունենալու ենք շատ հետաքրքիր, շատ լավ ժամանցի վայր։ Ուստի մենք ձեր բոլորի կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը վստահեք համար 4-ի։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք, համար 4, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացի, 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 միացի։ Հարգելի բարաշապատցիներ, նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու։ Այս իշխանությունները հասկանալով, որ պարտվում են, գնում են քստմների քայլերի, մարդկանց ահաբեկում են, սպառնում են, որ աշխատանքից կազատեն, կամ էլ ափեն ազատում են, նրանք ովքեր գալիս են ընդդիմության հետ հանդիպմանը, սպառնալիքներ են հնչեցնում, մենք ոչ ենք անում այդ մարդկանց, ովքեր վտանգ են տեսնում իրենց խոսքը ասել բուն ընտրության օրը, նոյեմբերի 16-ին։ Այս իշխանության գործիքակազմը քաղաքական հետապնդումներն են։ Սրանք կամ հանցագործություն են պատվիրում, կամ հանցագործություն են իրականացնում, կամ էլ աչք են փակում հանցագործությունների վրա։ Միայն մեկ օրինակ բերեմ, որպեսզի պատկերացնեք, թե սրանց էությունը որն է։ Մայր Հայաստանի նախընտրական շտաբի պետ Գևորգ Ստեփանյանը, ով հանդիսանում է նաև Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ, խնդիրներ ունեցել կապված իր մեքենայի այրման հետ։ Ուրեմն տեսախցիկները կան, գործը հարուցված է, բայց ընթացք չեն տալիս։ Ըստ էության կոծկում են հանցագործությունը։ Սա է սրանց էությունը։ Եվ սրան ի պատասխան մենք պետք է մասնակցենք ընտրություններին եւ մերժենք այս հանցագործների խմբակին։ Անպայման մասնակցեք ընտրություններին։ Բայց խաղոց մենք հարոզեց, Ինները ես արեստավորի խարիզ։ Ես դրոշակ ես արկի։ Ծանոթաց դրոշակ, դրոշակ։ Գրավերի հետ, Ձեր մասնակցությունից է կախված, մեզանից է կախված, մենք կողմից ամենի ժողովուրդ։
Ես հաղթանակ։ Այո։ Ձեզ բարի աշխատանք լավով։ Լավ է, Հայր Հայաստան, Համաչոս։ համաչոս, Հայր Հայաստան։ միացի, Որ փոխենք, միացի, որ փոխենք։ Համաչոս, Մայր Հայաստան, Համաչոս, Մայր Հայաստան, միացի, միացի, Միացիր։ Հայր Հայաստան, ուսացություն, կրեատիվ համաչոս, միացիր, որ փոխենք։ Էջ միացի, իմ այ Հայաստան, Շաբաթ, ոստան ես դու մեր դպրության, տապսի կոշնան, նոր պայքարի ողջայության։ Հարգելի զվարթնոցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին անպայման մասնակցել Վաղաշապատի ավականու ընտրությանը և մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Մենք ձեզ կոչ ենք անում նաև ձայնը տալ Մայր Հայաստանին, թիվ 4-ին, որովհետև մենք ունենք քաղաքական և համայնքային կառավարման հետ կապված ազգային մոտեցումներ և մերժում ենք այս ապազգային իշխանություններին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Քաղաքացիական պայմանագիր կոչվածը թաքցնում է և իր ղեկավարին և իր թեկնածուի ով լինելը։ Նիկոլ Փաշինյանը արհամարելով վաղաշապատցիներին ոչ մի կերպ չի ուզում երևալ ընտրարշավի ընթացքում, մինչդեռ սա առաջին հերթին քաղաքական ընտրություն է։ Եթե իրենք իրենցից չեն ամանչում, չեն վախենում իրենց խայտառակ վարկանիշից, ապա թող մեյդան գան, գլուխները բնից հանեն ու գան իրենց ուրացող թեկնածուին աջակցեն։
Ինչ վերաբերում է տեխնացուին, ապա նա ուրացել է հոր անցած ճանապարհը եւ ճղճին քայլերով, վարչական ռեսուրսը կիրառելով փորձում է քվեներ հավաքել։ Բոլորիս պատասխանը այս ամենին պետք է լինի այն, որ միասնաբար մասնակցենք ընտրություններին եւ մերժենք այս ուրացողների, սրբապիստների, կես մատուցում տվողների եւ արդեն կարող ենք ասել հանցագործություն պատվիրողների կամ կոծկողների դաշինքին։ Մայր Հայաստանը թիվ 4-ն է եւ մենք նոյեմբերի 16-ին ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ մենք եղանակից նաև որ այստեղ մեր եղբայր եզրի ժողովրդի բնակություն կա, մենք մեր եղբայրներին և մրգերին մեր հավասար գերիների ոչենք անում, անպայման մասնակցել ընտրությանը և իրենց ձևով մասնակցել ոչ իշխանության ձևավորմանը։ Մենք թիվ 4 քվեատերերին ենք և այս ընտրությունների մասնակցում ենք իշխանափոխության նպատակով և նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Մայր Հայաստան։ Արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք շրջայցը զվարթած յուր, այդպես են ասում, հատվածում և ներկայացնում ենք մեր մոտեցումները հնչողներին, որպես զվարթոցի համար գիտեք, մեր ծրագրում առանձնահատուկ կետ կա, համաձայն որի մենք այդ մեծ անիվ կարուսելի հատվածը այնպես որ ակտիվ մասնակցեք և ձեր մեր այդ ծրագրի կյանքի կոչմանը։ Մենք ամենօրյա ռեժիմով ենք շահանգացիների հետ և յուրաքանչյուր հատվածում և էջմիածում տարբեր թաղամասեր, այնպես որ չի լինելու հատված, որտեղ որ մենք չլինենք և մեր ծրագրերը չներկայացնենք։
Մեր մայիսյան փոխը դարձած կանսիոն դպրոցն է ստեղծել։ Տեղեկացնել, որ իմանալի է։ Կանսիոն դպրոցին, դպրոցը քանդել են մորը վերա։ Դա ամեն դեպքում պետք է նախարարել։ Իմանաք, հարցնեք կճշտեք։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն ձեզ, գործերի հաջողություն։ Շնորհակալություն, հաջողություն։ Մենք շարունակում ենք քարոզարշավը, նրանք ովքեր նոր են միացել, տեղեկացնենք, որ մենք Զվարթնոց թաղամասում ենք, որը իշխանացիների մոտ ընդունված է ասած Զվարթնոց գյուղ, Մայիսյան փողոց, եւ ներկայացնում ենք մեր մոտեցումները ընտրողներին եւ բոլորին կոչ ենք անում, որ անպայման մասնակցեն նոյեմբերի 16-ին կայանալիք քվեարկությանը եւ դրանով իսկ ձևավորել նոր իշխանություն, որպեսզի ձեռքազատվենք այս ապիկարների կոռուպցիոներների, թալանչիների եւ իրացողների դաշինքին։ Սա շատ կարևոր աջակցություններ են նաեւ ընտրություններ եւ այս առումով մենք կարող ենք նաեւ պաշտպանել մեր առաքելական սուբ եկեղեցին, որը հարձակման է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց հրանგი իջեցված է Ադրբեջանից ու Թուրքիայից։ Իդեպ ասեմ Վրաստանում էլ են հիմա իրենք նույնը անում, Վրաստանում Թուրքիայի միջամտությամբ հարձակվել են դրանց եկեղեցու դեմ, եւ ուղղակի դերերն են փոխված, այնտեղ օպոզիցիան, որը դրածոների հավաքածու է, հարձակվել է եկեղեցու դեմ ու նույն բառապաշարով։ Կուրատորները նույնն են, թեմաները նույնն են, օդերը նույնն են, տեխնիկավարները նույնն են, այդ առումով ես կարող եմ ասել, որ այդ տարածաշրջանն է հարձակման ենթարկվում, ու քանի որ հայ առաքելական եկեղեցին համահայկական նշանակություն ունի, սրանք փորձում են նույնիսկ ապագա դիմադրության օջախը կոտրել, դրա համար էլ հարձակվել են առաքելական եկեղեցու դեմ։ Հանկարծ չսխալվեք, չշփոթվեք, որ դա Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտն է առանձին հոգևորականների հետ, ոչ սա Նիկոլ Փաշինյանի գործողությունն է ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի ու Ադրբեջանի կոնկրետ Փաշազադեի հրահանգով։ Այս բանը արդեն մենք շարունակենք քայլերը։ Հաջողություն։ Arıtı tazayla koyalım. Համարչոտ։ Всё, давай, իրար հետ։ Մայր Հայաստան։ Համարչոտ։ Մայր Հայաստան։ Համարչոտ։ Bravo, Apley. Apley. Ասեք որ անպայման ընտրության լավ, պայմանավորվեցի։ Ապրես թավը։ Զվարթնոց թաղամասի հարգելի հայրենակիցներ, ձեզ ողջունում եմ այլ Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Նախ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Անպայման ձեր վերաբերմունքը արտահայտել համայնքում եւ երկրում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս ամոթալի ճանապարհը, այս խայտառակ, այս անորակ ճանապարհը խոսում է քաղաքացիական պայմանագրի կառավարման ճակերտավոր որակի մասին։ Բայց պետք է դες ճակերտավոր մխիթարեն, որ այդ տեղերում են ընդամենը ինչ-որ մեկ անգամ օգտագործած, քերած ասֆալտ են տարել բեռնաթափեր, որ կարող է մի օր իբրեթե անորակ ասֆալտով ինչ-որ ճանապարհներ հարթել։ Այս 7 տարվա ընթացքում էսա, այս իշխանությունների հայացը, մեկ էլ կոռուպցիա, սկանդալ, հողերի վաճառքա, բաներ, ոնց որ միշտ։ Ոչ մի բան առանձնապես բաց չի փոխվել, ու բայց այդ ամենի զուգահեռ նաև շատ լավ իրենք կատարելագործել են ընտրակաշառքի տեխնոլոգիան, քարոզարշավից մի օր առաջ
Դողսում կերուխում են կազմակերպում, սեղաններ են գցում, եսի միջեր են անում, են հաստատությունների ղեկավարները, որոնք իրենց երկրան կուսակցականը չեն սպառնում են, վախացնում են, ընդհանուր ոմանց աշխատանքից ազատում են, բայց իրենց կուսակից դպրոցի տնօրենը բացեիտած ընտրակ աշխատաբաժանում։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ դրանց մասին։ Գումարած այդ ամենին, այդ Ադրբեջանը հաճո, Ալիևա հաճո պահվածքը արդեն վերջին օրերին շատ բացահայտ ցինիկ եւ լեփտի բնույթ է կրում։ Երբ որ Փաշինյան Նիկոլն ասում է, այ իրանք մեր տեղանունների մասին են ասում, մենք էլ իրանք, դա ինչ-որ նյարդային վիճակ առաջացնում, եկեք չասենք եւ այլն, բառացիորեն նախորդին պետության հովանավորությամբ Բաքվում տեղի է ունեցել այսպես կոչված վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով գիտաժողով ֆորում կամ չգիտեմ ինչ, որի ժամանակ տարբեր այսպես կոչված գիտնականներ ներստին պնդել այդ թեզը ու այստեղից էլի լռություն, էլի Ադրբեջանի հանդեպ սեր ու հանդուրժողականություն քպեական ու արձանագրում ես, որ այս իշխանությունները դարձել են Եվի Ադրբեջանի Երևանյան մասնաճյուղը։ Այլ անուն դրան տալ ուղղակի հնարավոր չէ։ Եվ այդ ամենի խորապատկերին նաև հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա։ Փորձում են այդ կերպ պատարակ անել, համապատասխան հոգևորականներ չեն կարողանում հայթայթել։ Եկը նախկինում կար հայ հոյանքներ են գրել, կարդալուց էին, այն շատ վաղուց։ Դրանց են տեղել, գտել են դրան, բերել են, այդ հագուստը հագցրել, ասում են հիվատուտի պատարակի մասնակցես։ Մեկը ատոմնաբուժ, մեկը սանտեխնիկա, մեկը չգիտեմ, ուրոլը դա, գինեկոլը դա ինչ հատես, հավաքել են, արտահատուստը հացրել են, իրանց դեշնչում է, որ ինչ-որ պատարակի են մասնակցում։ Գրոշի աղրկչուր է հոգևոր առումով, են պատարակը, որ դու գիտես, որ են խորանի մոտ կանգնածը, իր ծառայությամբ հոգևորական չի։ Դու քեզ ես խափում, դու հետևորդներին ես խափում, համայն աշխարհին ես խափում, ինչ-որ հակնդեմ աթոռ ես ուզում ստեղծել։ Այս բարոյական անկումը, այս բնձավանջը, այս ամացնու հայտարարությունը ունի մեկ անուն ազգանուն, քաղաքացիական պայմանագիր։ Իրենց արբանյակներով, իրենց դրածոներով, իրենց հացկատակ կամակատարներով, իրենց փորին հարգելի զվարթնոցին են։ Կգնակ, դոյք էին տասվեցին տերամաս, այդ ամենը վերլուծելով, վստահ եմ շատ առողջ ընտրություն կկատարեք իդեմս Մայր Հայաստան դաշինքի և նրա պատկառելի ցուցակի։ Ըստ այդմ, բարև ձեզ։ Բոլորին կոչ ենք անում հասնակցել և մենք թիվ 4 քննադեպքն ենք։ Հայ Հայաստան, Համար 4, Համար 4, Հայ Հայաստան, Յավթի, Որդոխեք, Յավթի, Որդոխեք, Յավթի։ Որդոխեք։ Հարգելի աղաշապացիներ, դուք պետք է շատ լավ իմանաք, թե ում հետ գործ ունեք իդեմս քաղաքացիական պայմանագրի։ Սրանք բոլոր այն համայնքներում, որտեղ պարտվել են, դիմել են ապօրինությունների։ Մենք տեղեկություններ ունենք, որ մեր դեմել են ապօրինություններ նախապատրաստում ու փորձում են դրանով ընտրությունների ելքի վրա ազդել։ Իրենց ասեմ, որ դա իրենց մոտ չի ստացվելու։ Մենք պատրաստ ենք բոլոր տիպի զարգացումներին։ Մենք գնում ենք քաղաքական ճանապարհով, մենք գնում ենք ընտրական ճանապարհով եւ մենք ակնկալում ենք վաղաշաբաթցիների աջակցությունը նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին։ Մեր ուժը ժողովրդի քվեն է։ Մենք միայն այդ քվեով հնարավորություն ենք ունենալու կանխել այս իշխանության վերարտադրությունը և ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստան,
Համար 4 Հայ Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, հարգելի հայրենակիցներ, որպեսզի առարկայական ներկայացնենք սրանց էությունը, ես հիշեցնեմ, թե ինչ է տեղի ունեցել ամիսներ առաջ Վաղաշապատ համայնքում մեր նախընտրական շտաբի պետ Գևորգ Ստեփանյանի հետ կապված պատմության ժամանակ։ Ուրեմն այրել էին նրա ընտանիքին պատկանող ավտոմեքենան, հետո մենք տեղեկություններ ստացանք, որ կա ձերբակալված եւ իբր շուտով պետք է բացահայտումը լինի։ Բայց հետո ամեն ինչ գնաց կոծկման ճանապարհով եւ դա ցույց է տալիս, որ շատ հստակ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Երևանի քաղաքային իշխանությանը քննադատող մեր թիմակցի հանդեպ։ Մենք դատապարտում ենք այդ մոտեցումը եւ ավելացնում, որ քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն ուրացողների, ոչ միայն սրբապիղծների, ոչ միայն կեղծ մատնիչների խմբակ է իր կցորդների հետ միասին, այլ նաև հանցագործություն պարտակող։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին ու անհատներին, ովքեր դարձել են քաղաքացիական պայմանագրի կողմից կիրառվող հանցագործությունների զոհը։ Մենք աջակցում ենք բոլոր քաղբանտարկյալներին, մենք աջակցում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ մերժում ենք թուրք-ադրբեջանական ծրագիր իրականացնող քաղաքացիական պայմանագրին։ Այս պահին մենք պետք է անցումով տեղափոխվենք, հարգելի հայրենակիցներ, հուսով եմ շտապը չի կտրվի եւ մենք կարող ենք շարունակել ուղիղ եթերը։ Ես քիչ առաջ խոսեցի այն մասին, որ սրանք հանցագործություն են պարտակում, եթե հիշում եք Գևորգ Ստեփանյանի մեքենան այրել էին հենց տան բակում, հաստատի ահաբեկել էին երեխաներին, ամբողջ ընտանիքին եւ տեսախցիկների միջոցով հնարավորություն կար բարձելու շատ արագ ովքեր են կատարողները եւ հետագայում նաեւ բարձելու ովքեր կամ ով է պատվիրատուն, բայց դա հաստատի տեղի չունեցավ եւ մենք արձանագրում ենք, որ սրանք շինծ ու գործեր են կարում իրենց ընդդիմախոսների դեմ եւ պարտակում են բոլոր այն հանցագործությունները, որոնք կամ իրենք են պատվիրել, կամ իրենց ձեռնտու է եղել դա։ Նա ես չեմ ուզում ամնողության կանխավարկածը խախտել եւ ասել, որ կոնկրետ Գևորգ Ստեփանյանի հետ կապված պատմությունը պատվիր բարձել, բայց մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ դա իշխանության ձեռքի գործն է եւ այդ առումով կան բոլոր հիմքերը, որովհետեւ գործը ընթացք չի ստանում եւ բացահայտումներ չեն լինում եւ դա այն դեպքում, երբ որ կոնկրետ պլանավորված անց կար եւ մեր ունեցած տեղեկություններով ինքը ներկայացրել է թե ինչ ուզում, բայց պարտական է։ Մենք դա այդպես չի, իրենք ապացուցում որ դա այդպես չի եւ արտահայտել դա։ Ես սա իմ կոնկրետ օրինակը դերում, որովհետեւ սա կոնկրետ օրինակի վրա է հնարավոր ցույց տալ Զվարթոց գյուղի հարգելի բնակիչներ, հարգելի ընտրողներ, իդեմս
քաղաքացիական պայմանագրի մենք գործ ունենք հանցագործություն պարտակող, հանցագործություն խրախուսող, քրեական գործեր կարող եւ ուրացող մի խմբակի։ Մենք դες կոչ ենք անում նոյեմբերի 16-ին մասնակցել ընտրություններին եւ մերժել այդ խմբակի իշխանությանը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը համար 4-ն է եւ մենք դες կոչ ենք անում ակտիվ մասնակցել եւ ձևավորել նոր ազգային իշխանություն Վաղարշապատ համայնքում։ Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր։ որ փոխենք։ Այլ Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Որ համարն եք ընտրում։ Ոստանես դու մեր դպրության, տապցի փոչնա, նոր պայքարի ողջայության։ Անգելի այնակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Մեր ցուցակը Վաղարշապատի ընտրություններին գլխավորում են Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը։ Անպայման մասնակցեք, համը ծանոթացեք։ Առողջունը ցանկանում ու Անգելի այնակիցներ, Մայր Հայաստանի ցուցակը Վաղարշապատի ընտրություններին գլխավորում են Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը։ Երկուսն էլ համայնքային կառավարման փորձ ունեն։ Գրիշա Հարությունյանը ղեկավարել է Դողսը 2016-ից 21 թվականը, Դավիթ Կարապետյանը 2001-ից 2021 թվականը։ Եվ ով զարմանք, այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ նրանք մասնակցելու են ավականու ընտրությանը եւ գլխավորելու են քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական ընդդիմախոս Մայր Հայաստանի ցուցակով գլխավորելու են այդ ցուցակը,
Նիկոլ Փաշինյանին կից ձեռնասուն իրավապահ համակարգ կոչվածը սկսեց հոտոտել, քրքրել, քուջուջ անել այն տարիները, երբ նրանք ղեկավարել են համայնքը։ Ընդ որում համայնքը ղեկավարել են որպես ընտրողի ղեկավարներ։ Մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ սրանք փորձելու են ճղճին քայլերի գնալ մեր դեմ։ Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին քաղաքական առումով լինել պատրաստ, իրականացնել իրենց քաղաքացիական իրավունքները, անպայման մասնակցել ընտրություններին և սատարել քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական ընդդիմախոս Մայր Հայաստանին։ Մեր ցուցակը գլխավորում են փորձառու մարդիկ, ճանապարհ անցած մարդիկ, համայնքային կառավարման նրբություններին տիրապետող մարդիկ, ինչը ձեռնտու չէ կոռուպցիայի ու թալանի մեջ խրված քաղաքացիական պայմանագրին։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 Զվարթնոց գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք։ Մեր քվեաթերթիկն է համար 4։ Մենք մեր քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել ենք ձեզ, ես եւ կուզեի մեր ծրագրերից 3-ը նշել։ Ձեզ հորդորում ենք անպայման ծանոթացեք բոլոր ծրագրերին։ Մեր ծրագրերից կարևորագույն 3-ը կուզեի ես ձեզ նշել, ծանոթացնել անձամբ։ Վաղարշաբաթ քաղաքը լինելու է Հայաստանի Հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը։ Մանկապարտեզները մենք ձեզ խոսք ենք տալի, որ լինելու են անվճար։ Եվ մեր ծրագրերից մեջ մենք ունենք, որ Զվարթնոց թաղամասում, այսպես ասած Սատանի անիվ այդ այգին, կարուսելի հատվածը վերանորոգելու են և դառնալու է շատ լավ ժամանցի վայր։ Ուստի մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ձեզ ընտրեք համար 4-ը, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերը ձեզ հետ միասին ի կատարածենք։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ միացի, Որ փոխենք, միացի, որ փոխենք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք այսօր մեր քարոզարշավի շրջանակներում պտտվում ենք Զվարթնոց գյուղով և մի քանի հարց է առաջանում ճիշտն ասած, այդ որ համայնքեր գնացին համայնքների խոշորացման, պատճառաբանելով, որ դա համայնքների զարգացման համար է, այլ ոչ թե որովհետև Էջմիածնում ձայնի պակաս ունեն, դրա համար պետք է խոհեմիացնեն, հարցը առաջանում, եթե դուք պատրաստ եք ընդլայնել համայնքը, ի սկզբանե համայնքի մաս կազմող գյուղի թաղամասի ճանապարհները ոնց կարան լինեն խայտարակ վիճակում, որը մենք տեսանք դիմացի մայթում։ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում իր հեծանվով, իր շարասյունով գան մի քիչ վաղաշաբաթ համայնքի գյուղերով իր հեծանիվը քշի և մենք վերջապես կազատվենք վարչապետից, որովհետև այստեղ ճանապարհ չկա։ Տարեկան $1 միլիարդ պետական պարտքը բարձրացնող պետությունը, որը մեր պետության պես փոքր է, պետք է ուղղակի պսպղա, պետք է փայլի, պետք է որովհետև թերացում չլինի, բայց մենք ամենուր տեսնում ենք ամենատողություն և վստահ եմ սա կոռուպցիայի արդյունք է։ Եվ նաև խոսքս կուզեմ ուղղել Նիկոլ Փաշինյանի ամենագերազանցիկ աշակերտին Տերյան մարզից, որ այս պահին նախարար է, որը 3 շարաջորը պնդել էր, որ վարչական ռեսուրս բացառում են ընտրությունների ժամանակ, դրան պարզ սուտ է, առաջին հերթին մենք անընդհատ նկատում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն կերպ օրենք և նորմերը խախտելով իր վահանակները, իր փաստարկները մաքսիմալ շատ և ապօրինի կերպով տարածել են ամենքով մեկ, մենք գիտենք, որ իրենք ունեն գործող ԺՊ համայնքապետ տեխնացու, որի լիազորությունները չարաշահելով
ավելի հարմար պայմաններ ստեղծում իր քարոզարշավի համար, անհասկանալի կերպով այս ԺՊ-ն ստորագրում է պայմանագրեր, որոնց արդյունքում նոր վահանակների տեղեր են ստեղծվում եւ ամեն արգիշտի Մեխակյանի նիկոլական դեմքով է։ Սա հենց ոչում է վարչական ռեսուրսի օգտագործում, պարոն նախարար, դուք կամ տեղյակ չեք, կամ խախտում եք հանրությանը։ Այն որ դուք ամեն կերպ այն բոլոր քաղաքացիներին տարբեր գյուղերի վարաշապատ համայնքի ովքեր մեզ մոտենում են, մեզ հետ շփվում են, երեկոյան այցեր եք կատարում, ահաբեկում եք եւ վախեցնում եք, որ իրենք ընկերենք մնան լոկալ մակարդակով, եթե սատարեն ընդդիմադիր միավորին, եթե սատարեն Մայր Հայաստանին, սա պարզ ահաբեկչություն է, անգամ չհավատակ, որ ձեր վախեցնելը գործում է ձեր անձի մեծ կամ ուժեղ լինելուց, դա բացառապես երևում է ձեր պարսոնյալ լինելուց, դուք օգտագործում եք այն լծակները, անում եք այն գործողությունը, որը կատարողներին քննադատելով, ժողովրդին խաբելով եկած իշխանության, բայց հիմա մենք տեսնում ենք, որ թե կոռուպցիան, թե նախընտրական եւ հետընտրական խախտումները ձեր ամենասիրած փայլն են դարձել, որտեղ դուք հասկանում եք, դուք ունեք խնդիր, այլևս ժողովրդավար թվալու խնդիր չունեք, որտեղ ժողովուրդը ձեզանից դեռ է քաշել, ամեն կերպ ոստիկանական, պետական բոլոր լծակները ապօրինաբար օգտագործում եք ձեր նիկոլական դեկտատուրի համար։ Դրա համար սիրելի վարաշապատցիներ, հիշեք, ակտիվ մասնակցությունը լավագույն քաղաքական ապտակի ճանապարհն է։ Եթե լինի շատ մասնակցություն, սրանց ֆիքսված ռեպրեսիաներով ստացված ձայները չեն բավարարելու։ Դրա համար պարտադիր մասնակցեք ընտրություններին եւ եթե ուզում եք ստանալ մի թիմ, որը կկառավարի ձեր համայնքը, ունենալով շատ առողջ փորձառության եւ երիտասարդ ամբիցիայի միքս, ընտրեք համար 4-ը եւ միացեք մեզ, որ փոխենք։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, շնորհակալություն։ Հարգելի վարաշապատցիներ, ողջույն, ես այս իրավիճակում ուզում եմ մի կարևոր խնդրի անդրադառնալ, որի մասին բարբերաբար խոսվում է, բայց կարծես իշխանությունը չի ուզում ականջալուր լինել եւ Նիկոլ Փաշինյանի դեմքով գալ վաղաշապատ եւ պաշտպանել իրենց տեխնացուին Արգիշտի Մեխակյանին։ Իմ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական խմբակը հասկանալով, որ իրենք բոլոր քաղաքական ուժ են, այսինքն հասկացել են, որ ժողովրդի կողմից իրենք միայն ատելության են արժանանում, հետևաբար չեն ցանկանում գալ վաղաշապատ, Երևան ժողովրդի աչքին ներկայացնել իրենց տեխնացուին Արգիշտի Մեխակյանին ու քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ Գյումրիում եւս Նիկոլը հենց այդպես արեց, ինքը չերևաց, հույս ունենալով, որ չեն իդենտիֆիկացնի իրեն իրենց դրածոյի հետ, բայց ինչպես տեսան Գյումրիում ինչ ստացվեց, խիարը այստեղ փարս բուսնեց, նույնը տեղի ունենալու վաղաշապատում, իրենք շատ լավ հասկացել են վաղաշապատցիների տրամադրությունները, որ այստեղ միայն ատելություն կա ՔՊ-ի եւ իր տեխնացուի նկատմամբ, հետեւաբար նրանք չեն ելնում, քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում այստեղ, Մայր Հայաստանը թիվ 4-ն է եւ մենք քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել այս ընտրություններին, քաղաքացիական պայմանագրի գաղափարական ընդդիմախոսն է այս ընտրություններում Մայր Հայաստանը, հետևաբար ճիշտ ընտրություն պետք է կատարի վաղաշապատին, առաջի հերթին մերժի քաղաքացիական պայմանագրին, իր բոլոր կատարածների համար հայրենադավության, տարածքներ հանձնելու երկրի ներքին թե արտաքին անվտանգությունը տապալելու առումով եւ եթե դուք ցանկանում եք, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի, առաջինը վաղաշապատի ընտրություններն են, միջև համապետական ընտրությունները եւ դուք ձեր ակտիվությամբ մասնակցելով այս ընտրություններին կարող եք ձեր փոքր քայլը, բայց մեծ արդյունքով, այսինքն գնալ ընդրատեղամաս ձեր քվեն տալ ոչ քաղաքացիական պայմանագրին եւ դրանով իսկ կանգնացնել այս ավտորիտար այլանդակ ռեժիմի ընթացքը, վաղաշապատը կարող է մեծ քաղաքական ապտակ հասցնել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին եւ դա անելու է նոյեմբերի 16-ին, այնպես որ գնացեք անպայման գնացեք ընդրատեղամաս, կատարեք ձեր քայլը եւ դրանով իսկ կանգնացրեք այս ռեժիմի ընթացքը վաղաշապատում
դրանից հետո արդեն համապետական ընտրություններում։ Մայր Հայաստան, Համար 4 համար 4, Մայր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրին մեջ միացի իմ այ Հայաստան Վալաշապատ ոստան ես դում էր դպրության տապսի խոչնան նոր պայքարի ողջայության Ողջույն հարգելի զվարթնոց, ողջույն Վաղաշապատ համայնքի սիրելի բնակիչներ։ Նոյեմբերի 16-ին դուք ունեք բացառիկ հնարավորություն ձեր գործողություններով մերժել այսօրվա ազգադար իշխանություններին։ Նոյեմբերի 16-ին քվյախցիկի մոտ դուք լինելու եք միայն լավ եւ դուք կարող եք կատարել ընտրություն իօգուտ հայրենիքի, իօգուտ մեր քաղաքի, մեր երկրի եւ մերժել այս իշխանություններին, որոնք օր-օրի մեր երկիրը տանում են դեպի կործանման։ Ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին պարտադիր մասնակցել ընտրություններին եւ թույլ չտալ, որպեսզի ձեր ձայնը օգտագործեն։ Այսպիսով նոյեմբերի 16-ին կատարում ենք ընտրություն իօգուտ մեր հայրենիքի եւ իօգուտ մեր երկրի վաղ ապագայի։ Իսկ Մայր Հայաստանը քվյաթերթիկով համար 4-ն է, որը պատրաստ է ձեր մեր բոլորիս սիրելի Վաղաշապատը զարգացնել եւ դարձնել զբոսաշրջիկների համար հրաշալի վայր եւ ինչպես նաեւ ձեր համար հրաշալի վայր, որտեղ կարող եք վայելել ամեն մի անկյունը։ Եվ այսպես նոյեմբերի 6-ին ընտրում ենք Մայր Հայաստան համար 4 եւ ընտրում ենք մեր երկրի վառ ապագան։ Մայր Հայաստան Համար 4 համար 4 միացիր, որ փոխենք։ Հարգելի վաղաշապատցիներ, Զվարթնոց թաղամասի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Նոյեմբերի 16-ի ընտրություններին մենք ձեզ բոլորին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել եւ ձեր քվեով նպաստել նոր իշխանության ձևավորմանը։ Մենք
Շորտ մատ նայեք էս ասֆալտի հետ քերած վիճակը է, երբ որ կտորկություն են անում։ Ասֆալտը փողա, այս ասֆալտը է։ Ասֆալտը ասֆալտ է։ Սա կոչվում է ասֆալտապետություն։ Էսա։ Քերած, բերած ուրիշ տեղի։ Այսինքն բյուջեի հաշվին էլ էս ինչքան փող։ Կեի քասպա, էլի, Մեծ բլուրներ են գոյացել ասֆալտ տեղենի։ Ուրիշ տեղի նախաշեմին, բայց դա ասֆալտ չէ։ Այս բանը էլի Արագած սարի մարկետն է ստե։ Անկամ իրար մոտիկ չլուծել, որ մարդիկ Ողջունում ենք ձեզ, Ժողովուրդ ջան։ Նախ մեր ընկերոջը բուկլետ տվեք, թող սա անցանա անպայման Մայր Հայաստանի ծրագրին։ Ես ուզում եմ մի հատ վաղա շաբաթի բնակիչները տեսնեմ, որտեղ Երևանում է նույն վիճակն է, Էսի հենց ընտրությունների նախաշեմին Երևանում էլ էր այս վիճակը, ուրիշ տեղից այսպես ժողովրդի լեզվով ասած քերած ասֆալտն է, որը մի 1000 դրամ երևի իրանց վրա է նստում, մի 5-6 հազար բյուջեից քերում են, բայց ընտրությունների բերանն է, էլի, Այս բանն համայնքապետը Կպական արգիշտը դարավ բան էլի, ասեք կանենքի Տիգրան Աբինյանի քայատերը, իրար հետ լավ գրտում չփելու են։ Բաշիբինի համար դատական գործեր էին։ Ոչ բիտուն կա, ոչ շիբին կա, քերած ասֆալտը բերել են, նոր ասֆալտի տեղ փող են էլի հատկացնելու։ Սեփական ժողովրդի վճարած հարկերից թուրքերից։ Հենա, հերթուկն է։ Մի խոսքով կպական ասֆալտ։ Հարգելի վահաշապացիներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, մենք հյուրընկերոջիկ համար 4-ն ենք եւ այս ընտրություններին ձեզ կոչ ենք անում նոյեմբերի 16-ին վճռականորեն մերժել քաղաքացիական պայմանագրին եւ ձևավորել նոր իշխանություն իդեմս Մայր Հայաստանի, Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրին եչ միացի Մայր Հայաստան Վալաշապատ ոստան ես դում էր դրպրության Տապցի կոչնավ որ պայքարի կոչայության
Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերցինե Մկրտչյան, Քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ It's me, I see in my Հայաստան Նոր պայքարի ողջայության Չի գնացել։ Մայր Հայաստան Զվարթնոց գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք քրեաթերթիկով համար 4-ն ենք, ձեզ բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, ծանոթացեք մեր ծրագրերին, մեր ծրագրերից 3-ը ես կուզեի հիմա ձեզ անմիջապես ծանոթացնել, Էջմիածին քաղաքը լինելու է մեր հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը եւ Զվարթնոց թաղամասում այսպես ասած սատանի անիվ այդ կարուսելի հատվածը մենք ձեզ խոսք ենք տալի որ վերանորոգելու ենք լինելու է շատ լավ շատ սիրուն ժամանցի վայր եւ երրորդը մանկապարտեզները լինելու են անվճար մենք ձեզ կոչ ենք անում միացեք մեզ ընտրեք համար 4-ը որպեսզի մեր ծրագրերը մենք կարենանք ի կատարածենք միացիր Որ փոխենք միացիր Որ փոխենք Մայր Հայաստան Համար 4 համար 4 Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Միացիր Միացիր Որ փոխենք Միացիր Որ փոխենք Միացիր Միացիր Սիրելի Զվարթնոցցիներ, Մայր Հայաստանը ողջունում է բոլորիդ եւ կոչ է անում նոյեմբերի 16-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ակտիվորեն մասնակցել։ Ձեր յուրաքանչյուրի մասնակցությունից է կախված, թե նոյեմբերի 17-ից հետո կրկին դուք շարունակելու եք բողոքել կյանքից, թե պարզապես ձեզ զգալու եք իշխանության տերը, մեր երկրի ու հայրենիքի տերը։ Սիրելի Զվարթնոցցիներ, տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 7 տարուց էլ ավել իշխանություն է ունեցել հենց այս տարածաշրջանում, հենց այս համայնքում։ Եվ այս ասֆալտի խայտառակ վիճակը ՔՊ-ի վերաբերմունքն է հենց կոնկրետ
բոլոր բնակիչներին, Զվարթնոցի բոլոր բնակիչների թե ինչպես է վերաբերվում ԿՊ-ն, այս ասֆալտի վիճակն է։ Որովհետև քաղաքացիական պայմանագիրը ուներ բոլոր հնարավորությունները, ցանկության դեպքում քաղաքական կամքի պարագայում վերանորոգել կամ հիմնանորոգել այս ասֆալտը, որպեսզի դուք ձեր համայնքում կարողանայիք նորմալ ասֆալտից օգտվել։ Սիրելի զվարթնոցիներ, տեսնում ենք, թե ինչպես է ԿՊ-ն խայտառակում եւ զրկում հային արժանապատվությունից։ Ես վստահ եմ, որ թե հայկական համայնքը, թե եզդիական համայնքը Զվարթնոց գյուղում բնակվող, բոլորը արժանապատվություն ունեցող, իրենց ընտանիքները սիրող, իրենց զավակներին ու ծնողներին որպես սրբություն հարվող քաղաքացիներ են։ Եվ որպեսզի շարունակենք մնալ հայ, որպեսզի շարունակենք մեր հայրենիքում հայեցի ապրել, շատ կարևոր է յուրաքանչյուրից մասնակցությունը ընտրությունների։ Ընտրության ժամանակ է քվեաթերթիկում, երբ որ քվեաթերթիկը ձեր ձեռքին, դուք մենակ կանգնած եք, ձեր խղճի առջև եք կանգնած։ Սուտ է, որ ասում են աշխատանքից կհանեն, սուտ է, որ ասում են Նիկոլը չգիտեմ ինչ գրիչներ է դրել, հսկելու է բոլորի քվեաթերթիկում։ Մի վախեցեք, սիրելի զվարթնոցիներ, Նիկոլը ոչ ոքի չի կարող հսկել։ Նա ինքն իրեն չի կարող հսկել։ Դուք ազատ եք, դուք ձեր խղճի առջև եք միայն պատասխանատու եւ ճիշտ քվեաթերթիկ ընտրելուց հետո կարող եք պարզ աչքերով նայել ձեր զավակների եւ ձեր ծնողների աչքերին։ Սիրելի զվարթնոցիներ, Մայր Հայաստանը ողջունելով բոլորիդ պարզ ճակատով կանգնած է ձեր առջև, ներկայանում է հիանալի թիմով, ովքեր երիտասարդության եւ փորձառության համադրություն են ներկայացնում, ովքեր ազգային արժեքների կրող են, ովքեր հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ են, սիրում են մեր հայրենիքը, պատասխանատվություն ունեն։ Մայր Հայաստանը արդեն իր գործով ապացուցել է, իր կարճ տեսագրությամբ ապացուցել է, որ ինքնուրույն ուժ է, լիովին ինքնուրույն ուժ է եւ քաղաքացիների տրված վստահության քվեն արդարացնող ուժ է։ Մայր Հայաստանը ավականու ներկայացություն ունի եւ Երևանում եւ Գյումրիում։ Եվ դուք տեսել եք նրանց աշխատանքը, մեր աշխատանքը։ Սիրելի զվարթնոցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվորեն մասնակցում ենք ընտրություններին եւ ընտրում ենք համար 4-ը։ Համար 4 Մայր Հայաստան։ Մայր Հայաստան համար 4։ Ժողովրդյան բաղջեց ձեր զրուցում են, ձեր հետ շփվում են Մայր Հայաստան կուսակցության անդամները։ Ես երկու բառով ձեզ ասեմ, ինչ ենք խնդրում, որ շատ մասնակցեք ընտրություններին։ Շատ մասնակցեք ընտրություններին են պարագայում, ինչի համար, որ Երևան քաղաքի թանկացումները չտեղափոխվեն Էջմիածին, Վաղարշապատ կամ Զվարթնոց։ Երևան քաղաքի թանկացումները բերել են քաղաքացիական պայմանագիրը։ Արամ Զավելի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունները։ Հիմա այդ նույն երկու խմբակները եկել են ստեղ են մասնակցում ընտրություններին, որ նույն ձեզ խաբեն, կոալիցիա ստեղծեն, որ այդ թանկացումները բերեն ձեր վրա։ Ձեր գույքահարկը, աղբահանության վճարները, որը որ դուք ի վիճակի չեք լինելու այդ կարգի տասնապատիկ թանկացածը վճարեք, իրանք ձեզ խաբելու են ձեր կորզեն ու հետո նույն թանկացումները, ինչպես Երևանում են ստեղծեն այստեղ։ Շատ, ինչքան կարողանում եք ակտիվ մասնակցեք ընտրություններին, ձայն չտակ Հանրապետություն կուսակցությանը, ձայն չտակ ԿՊ-ական Արգիշտի Մեխակյանին, որ այդ հայտարարակ թանկացումները չբերեն ստեղ։ Հիմա ձեզնից է կախված, եթե դուք երևանցիների նման քիչ մասնակցություն ապահովեք, կուլիսայի պայմանավորության արդյունքում դուք եք ընկնելու այդ խալանի մատերիալի մեջ, ոնց որ երևանցիներն են դարձրել արդեն թարանի մատերիալ, տրանսպորտ, գույքահար, աղբահանություն, կարդի գծել, նույն բանը իրանք ստեղծելու են ստեղ։ Իսկ Մայր Հայաստանը քվեաթերթիկ 4 համարի ներքո է հանդես գալիս եւ կռիվ է տալիս Երևանում, հիմա նույնը պատրաստվում է այստեղ։ Ուղղակի այստեղ կռիվ է տալու նրա համար, որ որոշ մի պարագայում այդ թալանչիները իշխանություն չձևավորեն։ Այնպես որ խնդրում ենք ձեզ մասնակցեք եւ ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը։
Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, Համար 4, միացիր, 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 Հայաստան կուսակցություն քրեաթերթի համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վալաշապատ սուրին էչ միացին իմ այ Հայաստան Վալաշապատ ոստան ես դու մեր դպրության տապցի փոչնակ նոր պայքարի ողջայնության Խոզորավոր աչեպասի Եթի պասին Սերին վալաշապատ սուրին էչ միացին իմ այ Հայաստան Կանցնեն նորեն ապերության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուշնիության Սիրտոնասի կողավոր Վալաշապատ Սերին վալաշապատ սուրին էչ միացին իմ այ Հայաստան Չանիմ պատին, սոպին, անհավատին, մայն տաճարին, նույն սողոտին, կեզ մահմանի ասողոտին, սերին վալաշապատ սուրին, էչ միացին, իմ այ Հայաստան, սերին վալաշապատ սուրին, էչ միացին, իմ այ Հայաստան Զվարթնոցի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք թիվ 4 քրեաթերթիկն ենք, բոլորիդ կոչ ենք անում, մասնակցել ընտրություններին, գրել ընտրատեղամաս, գիտակցել սեփական պատասխանատվությունը, այդ ստանդարտ մտքերը, որ փորձել են ձեզ տարիներ շարունակ ներմուծել, Կոնեկա բան չի փոխվելու, բոլորը նույնն են, դա ձեռնտու է գործող իշխանություններին։ Մի վհատվեք, իսկական հավատավոր լինելը, իսկական քրիստոնյա լինելը, վհատությունը մեղք է համարում, անպայման մասնակցեք ընտրություններին, իրականությունը թակում է բոլորիդ դուռը, բայց այդ իրականության մեջ նաև Մայր Հայաստանն է ձեր դուռը թակում, բոլորիդ կոչ ենք անում, գնացեք ընտրատեղամաս, տեր կանգնեք ձեր քվեին, տնօրինեք համայնքի ճակատագիրը, ձեր վճռական խոսքը ասեք, եղեք պահանջատեր, եղեք իրավատեր, եղեք գիտակից, կանգնեք մեր կողքին, եւ մեր թիմը ամենայն պատասխանատվությամբ բարձր կպահի այն պատասխանատվությունը, այն դրոշակը, որը դուք հանձնել եք մեզ արդեն այլ համայնքներում եւ ամսի 16-ին էլ հանձնելու եք ձեր համայնքում։ Սիրելի զվարթնոցիներ, Մայր Հայաստանը, ու ներկայանալի թիմ, մենք ներկայացված ենք Երևան քաղաքի ավականիում, մենք ներկայացված ենք Գյումրի քաղաքում, մենք ամսի 16-ից ներկայացված ենք լինելու Վաղաշոպատ խոշորացող համայնքում, եւ մի վայրկյանական կասկած չունենալ, որ նույն սկզբունքով, նույն հասանելիությամբ, նույն թափանցիկությամբ, նույն պատասխանատվությամբ, նույն պատվախնդրությամբ, նույն հայրենասիրությամբ մենք լինելու ենք հասանելի
24 ժամ ձեր կողքին, ամեն չնչին եւ ամեն մեծ հարցի լուծման շրջանակներում, բայց պատասխանատվության աստիճանը չափազանց մեծ է, սա զոսոս համայնքային ընտրություն չէ, գնալով տեղամաս կամ չէ գնալով տեղամաս, դուք ձեր տեսակետն եք արտահայտելու, մայրաթոռը խարխլելու եւ վեհապար հայրապետի հանդեպ այս ամոթալի ոտնձգությունների հանդեպ։ Սիրելի զվարթնոցիներ, մենք նորից ձեզ ողջունում ենք ու կոչ ենք անում անպայման գնալ ընտրել տեղամաս եւ ձեր ձայնը տալ պատասխանատու եւ պատվախնդիր քաղաքական ուժի։ Եվ ուրեմն Հայր Հայաստան, Համաչոս, Հայր Հայաստան, Միացի, որ փոխեք, Միացի, որ փոխեք, Միացի, որ փոխեք։ Հարգելի հաշվապատցիներ, նոյեմբերի 16-ը շատ կարևոր ընտրության օր է։ Ձեզ դիմում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, որպեսզի ձեր համայնքում տեղի չունենա այն, ինչ արել են քաղաքացիական պայմանագիրը եւ հանրապետությունը, դուք պետք է մերժեք այդ ուրացողների, թալանչինների, սրբապիղծների եւ հանցագործություն կոծկողների դաշինքին։ Իսկ Երևանում նրանք համատեղ ուժերով թանկացումներ, թալան ու կոռուպցիա են բերել։ Մի տեղից ասֆալտը քերում բերում թափում են մեկ այլ տեղ, դրա վրա հսկայական գումարներ են դուրս գրում եւ ցույց են տալիս, թե իբր աշխատանք են կատարում։ Մենք ձեզ կոչ ենք անում, որպեսզի սրանք չկարողանան իրենց անփարունակ եւ հակաժողովրդական կառավարումը շարունակել վաղաշապատ համայնքում, անհրաժեշտ է մերժել այս խմբակին եւ թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դրածոները շարունակեն իրենց իշխանությունը վաղաշապատ համայնքում։ Վաղաշապատի ընտրությունը նաև կարևոր քաղաքական ու արժեքային նշանակություն ունի։ Մենք սատարում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ դեմ ենք թուրքադրբեջանական հրահանգով մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրությանը եւ մերժել այդ սրբապիղծ քաղաքականությունը։ Մենք ձեզ նաև կոչ ենք անում համայնքային կյանքը բարեփոխելու համար քվեն տալ Մայր Հայաստանին, որը բազմաթիվ ծրագրեր ունի համայնքի կառավարման հետ կապված։ Էջմիածինը տուրիստական կարևորագույն կենտրոն, Զվարթնոցի հայտնի կարուսելային հատվածի վերականգնում, անվճար մանկապարտեզներ, որոնք այս իշխանության կողմից են վճարովի դարձվել։ Աջակցություն կրթական ոլորտում ներգրավվածներին համայնքային բյուջեի միջոցով լրավճարների հատկացման տեսքով, կանաչ գոտիների վերականգնում եւ ընդլայնում, թափառող շների հետ կապված հարցի կարգավորում, իդեպ մինչև վատ իմաստով քաղաքական շների հարցը չլուծվի, թափառող շները շարունակելու են խնդիրներ առաջացնել։ Մենք այդ խնդիրը կարգավորելու ենք քաղաքակիրթ ճանապարհով, ժամանակակից մեթոդներով, որպեսզի ոչ թե վայրենություն լինի կամ ոչ էլ մարդիկ անտեսվեն, երեխաները անտեսվեն, այլ թափառող շների խնդիրը լուծվի ժամանակակից քաղաքակիրթ տարբերակով։ Բազմաթիվ այդ ծրագրեր ունենք, բայց ամենակարևորը քաղաքական փոփոխությունն է։ Միայն այդ փոփոխությամբ է հնարավոր կանխել արհավիրքը։ Միայն այդ փոփոխությամբ է հնարավոր դրական ազդակ հաղորդել ամբողջ Հայաստանին։ Դա է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրություններին, մերժել այս կոռուպցիոներների եւ ապիկարների դաշինքին
եւ ձեր ձայնը տալ Մայր Հայաստանին։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացի։ նոր փոխել։ Մայր Հայաստան կուսակցություն քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին էջ միացի իմ Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դու մեր դպրության Դարձին կոչնամ նոր պայքարի ողջ հայության Երկին բազին Սերին վաղաշապատ սուրին էջ միացի իմ Մայր Հայաստան Կանցնեն նորեր ատելության ու տխրության Եկել է ժամը փոխաչի շուշնիության Սեր դորասին կոքու համար Վաղաշապատ Սերիմ վաղաշապատ սուրդիմ էջ միացի իմ Մայր Հայաստան Ելի է քո ոսկե ասան Չարին մատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, լույսը հորդին Ես բաղբանի աստողոտին Սերին վաղաշապատ սուրդին Էջ միացին իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սուրդին Էջ միացին իմ Մայր Հայաստան Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քրեաթերթիկ համար 4։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրությանը, իրացնել ձեր քաղաքացիական իրավունքը եւ ձևավորել նոր իշխանություն, մերժելով ուրացողների, սրբապիղծների, կեղծ մատնագրեր ներկայացնողների, հանցագործություն կոծկողների դաշինքին, իդեմս քաղաքացիական պայմանագրի եւ հանրապետության։ Այս զույգը հասցրել է վերջին 2 տարում ավեջ ու թալան բերել երևանցիների գլխին։ Թանկացումներն ամենուրեք են եւ որպեսզի այս ամենը թույլ չտրվի Վաղաշապատ համայնքում եւ հետագայում նաեւ փոփոխությունները հասնեն ամբողջ Հայաստանին, մենք պետք է միասնաբար մերժենք քաղաքացիական պայմանագրին եւ ձևավորենք նոր իշխանություն։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4։ Մայր Հայաստան Այս իշխանությունը չունենալով այլ տարբերակներ քրեական հետապնդումների է ենթարկում իր ընդդիմախոսներին։ Մենք ունենք տեղեկություններ, որ նույնը պատրաստվում են անել նաև Վաղաշապատի ընտրություններին մասնակցող իրենց ընդդիմադիրների դեմ։ Դա ամենաճղճին քայլն է, ողջունում ենք ձեզ։ Դա ամենաճղճին քայլն է, որը իրենք կարող են իրականացնել, բայց որևէ հաջողության չեն հասնելու։ Դա հալանչիների ու հանցագործություններ կոծկողների դաշինք է եւ իրենց այլ գործիքական չի մնում, քան հանցագործություն իրականացնելը կամ հանցագործություն կոծկելը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, մենք ողջունում ենք ձեզ ժողովուրդ ջան։
Սիրելի զվարթնոցիներ, մենք ձեզ ողջունում ենք եւ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, որպեսզի կանխվի սրանց անցագործ քաղաքականությունը, կանխվեն թանկացումները, կանխվեն ապազգային մոտեցումները։ Մայր Հայաստան, համար 4, Սիրելի հայրենակիցներ, սիրելի Զվարթնոց գյուղի բնակիչներ, ասում են երեխաները լավ մարկանց ամենը լավն է զգում։ Սիրելի Զվարթնոցի բնակիչներ, թույլ չտաք ձեզ մանիպուլացնեն ու խաբեն։ Հանկարծ չհավատակ, որ կոռուպցիա այս համայնքում չկա, հանկարծ չհավատակ, որ գումարները բավարար չեն ցանկության դեպքում։ Կհակեն այդ իրավիճակ, որ անուն, հայտնիություն, ապրած, կենսագրություն չունեցողները հրաշքով եկան իշխանության եւ այսօր իրենց չտեսությունը կոտրել է այն բոլոր մտքերը եւ գաղափարները, որոնք գուցե իրենցից ոմանք ունեցել են հեղափոխության ժամանակ։ Այս մարդիկ անընդհատ պայքարում էին կոռուպցիայի դեմ, երբ ասում էին, որ արատավոր բանկերը սխալ են։ Բայց ինչ իմացան կազմից էլ, որ իրենք դեմ էին, որովհետեւ փայլ չունեին մեջ։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ արատավոր բանկերը շատացել են, կոռուպցիան շատացել է, քաղաքացի բնակիչը մնացել է անտեսված, չտես ու սոված իշխանականները դարձել են հարուստ։ Մենք ձեզ կոչ ենք անում, որովհետեւ բան անեք, որը այդպես սահմաններից դուրս է։ Դուք ունեք հրաշք հնարավորություն օրենքի շրջանակներում հասցնել ձեր գնահատականը եւ արտակարգ ապիկալ իշխանություններին։ Մասնակցեք ամսի 16-ի ընտրությունների, ձեր ձայնը մի տվեք քաղաքացիական պայմաններին եւ իշխանազրկեք թուրքական խմբակը, որը հարձակվել է Մայրաքովի վրա։ Խնդրում եմ, տեսեք, կիսեք թվեր, որովհետեւ համայնքում այս վերջերս նրանք չեն հաղթել։ Բայց իրենք ազնիվ չեն։ Իրենք հենց պարտվում են սկսում են իրական գործերը բացել։ Հենց պարտվում են սկսում են ինչ-որ իրանց Երևանի օրինակով ձեզ ասեմ, Երևանում իրանք ևս չեն հաղթել։ Իրանք գողացել են մանդատներ։ Այդ մանդատները մտել են Երևանի քաղաքապետարան, մի միավորի կողմից, որը առավոտից երեկո հարգանիշ էր հավաքում, քրի ամեն ինչ հայտնելով։ Հենց այդ միավորն է այսօր կողել իրենց իշխանությունը։ Թե երևանցիները, թե այլ համայնքների բազում բնակիչներ դեմ են ԿՊ-ին։ Դուք այսօր ունեք շատ լավ հնարավորություն ապտակ հասցնել նրանց, ովքեր որ ուզում են մեր պետությունը սարքեն բռնապետություն, որտեղ կլինեն սրբազանները բանտերում, բարերարները բանտերում, փաստաբանները բանտերում, բայց իրանց կոռուպցիոներ համայնքապետերը, իրենց կուսակցականները, որոնք անընդհատ օրենք են խախտում իշխանության մեջ վերարտադրվելու նպատակով, անպատժելիության մթնոլորտում մնում են ազատության մեջ։ Բոլորս միասին, սկզբում Վաղարշապատում, հետո ամբողջ Հայաստանում, պետք է բռնդենք սրանց, որպեսզի ունենք ազգային, հավատավոր, ուժեղ պետություն։ Շնորհակալություն։ Հայաստան կուսակցություն դրացեցին համարչոս, միացիր և փոխանք։ Սերին վաղարշապատ սուրին, էչ միացին, իմ այ Հայաստան։ Վաղարշապատ, հոստան ես դրում էր դպրության, դապցիք խոչնան, նոր պայքարի ողջայության։ Եվ իմ բազին, սերին վաղարշապատ սուրին, էչ միացին, իմ այ Հայաստան։ Կանցնեն օրեն, ապրելության ու տխրության, եկել է ժամը կողրաչի շուշնիության։ Vamos,
միացին իմ այր Հայաստան Սերին բարաշապատ սուրդին ինչ միացին իմ այր Հայաստան Հարգելի վաղաշապատցիներ, ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4 Մենք ձեզ կոչ ենք անում 3 որոշում ընդունել նոյեմբերի 16-ի հետ կապված։ Առաջինը անպայման մասնակցել ընտրությանը։ Երկրորդ մերժել քաղաքացիական պայմանագրի եւ երրորդ քվեարկել Մայր Հայաստանի թիվ 4-ի օգտին, որովհետեւ մենք քաղաքացիական պայմանագրի թիվ 1 գաղափարական ընդդիմախոսն ենք։ Քաղաքացիական պայմանագիրը իրավունք չունի վերարտադրվել վաղաշապատում եւ ձեզ հիմա կներկայացնենք 3 հիմնավորում կարևորագույն 3 հարթության մեջ կձևակերպենք թե նրանք ինչու իրավունք չունեն քաղաքացիական պայմանագիրը չպետք է վերարտադրվի վաղաշապատում նախ բարոյական առումով որովհետեւ ներկայացնում է մեկին ով ուրացել է որ անցած ճանապարհը երկրորդ քաղաքական առումով քաղաքացիական պայմանագիրը Փաշազադեի հրահանգով հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ ի կատար է ածում թուրք-ադրբեջանական ծրագիր հետեւաբար քաղաքականապես քաղաքացիական պայմանագրին մերժելով մենք մերժում ենք թուրք-ադրբեջանական ծրագիրը եւ երրորդ սոցիալ-տնտեսական ու կառավարման առումով քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխել է վաղարշապատում 7 տարվա ընթացքում նրանք գործնականում ոչինչ չեն արել թաղվել են կոռուպցիայի մեջ հիմա էլ անպատասխանատու ձևով հայտարարում են թե իրենց նախկին կոռուպցիոներների հետ իրենք կապ չունեն ու փաստորեն բերում են մի նոր կոռուպցիոների որը իբր թե լավ կառավարիչ է սակայն իրականում ոչ մի խնդիր չի լուծում այն խնդիրները որոնք սրանք ներկայացնում են որպես համայնքային կառավարման արդյունքներ իրականում կառավարության կողմից տրվող սուբվենցիոն ծրագրերով են եղել եւ իրականացվել են պետական պարտքի ավելացման միջոցով տարեկան 1 միլիարդ դոլարով ավելացրել են պետական պարտքը նույն տեղերում մի քանի անգամ ասֆալտ են արել, քերել են, նորից են արել, կերել են, նորից են քերել, քերելուց հետո նորից են կերել են ու ասֆալտ են արել եւ դա փորձել են վաճառել մեր քաղաքացիների վրա։ Սոցիալական առումով սրանք եկել ու թանկացրել են մանկապարտեզները, ավելի ճիշտ վճարովի են դարձրել, հետո թանկացրել են։ Մենք դեմ ենք այս մոտեցմանը, մենք մանկապարտեզները վերադարձնել են քաղաքացիներին անվճար հիմունքներով եւ մենք կարծում ենք, որ վաղաշապատը համայնքը հնարավոր է արդյունավետ կառավարել այն դեպքում, երբ որ բյուջետային միջոցները ձևավորվում են ոչ թե քաղաքացիներին ու գյուղերում ապրողներին կեղեքելով եւ նրանց թալանի մատերիալ դարձնելով, այլ երբ որ հնարավորություն է ստեղծվում բյուջե ձևավորել տնտեսության զարգացման միջոցով, իսկ դա մենք տեսնում ենք տուրիզմի զարգացման հնարավորությամբ, դա մենք տեսնում ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացման հնարավորությամբ, որը տուրիզմի զարգացման հետևանքով կարող է տեղի ունենալ եւ ավելացնել համայնքային բյուջեն։ Այնպես որ բարոյական, քաղաքական ու կառավարչական առումով քաղաքացիական պայմանագիրը պետք է մերժվի եւ վերջ։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ հանձնառու ենք ձեր քվեն ստանալու պարագայում կյանքի կոչել քաղաքական ու կառավարչական բոլոր այն մոտեցումները, որը հիմա ձեզ ներկայացնում ենք։ Մայր Հայաստանը թիվ 4 քվեաթերթիկն է եւ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Շորժ արեք ողջունենք մեր քաղաքացիներին բարևձեզ։ Մենք ձեզ մոտ ենք եկել եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը, խնդրում եմ ծանոթացեք մեր ծրագրերին, անպայման մասնակցեք ընտրությանը
որովհետև ձեր քվեն շատ կարևոր է բոլորիս համար։ Անտարբեր եղեք, միասնապեք, միուսահատվեք, իմացեք, որ ձեր քվեից շատ բան է կախված եւ դուք եք որոշելու ով է լինելու ապագայի իշխանությունը եւ ով է բռնկվելու եւ հայտնվելու քաղաքական աղբանություն։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք համար 4-ն ենք եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Ապավինում ենք ձեր բացր քաղաքացիական գիտակցությանը, ապավինում ենք երկրին ու համայնքին տեր լինելու ձեր ցանկությանը եւ ձեր պատասխանատու վերաբերմունքին, այնպես որ մասնակցեք ընտրությանը եւ քվեարկեք հանուն Հայաստանի, հանուն Վաղ շաբաթի, հանուն բոլորիս խաղաղ ու անվտանգ ապագայի։ Շարունակում ենք շրջայցը, զվարթնոց գյուղում և ակնկալում ենք ընտրողների բարձր մասնակցությունը ներկայացնելը, որպեսզի կարողանան նախահեռացնել այս խմբակին և երկրորդը ձևավորել նոր պատասխանատու ծրագրային իշխանություն, որը ոչ թե գալու է և տեղական տուրքերի վճարելով կեղեցիկ գյուղացիներին, ջերմոցների հանրավճարները թանկացնելով, տեղական տուրքերի վճարները ավելացնելով, գալու է հնարավորություն ստեղծելով, որպեսզի համայնքային բյուջեն այլընտրանքային ֆինանսական հաղթումներ ունենա և կարողանա զարգացնել համայնքը և սպասարկել ու բավարարել քաղաքացիների շահը։ Սա է բնականությունը շարունակելու ենք բարձր մասնակցության պարագայում քաղաքացիական պայմանագիրը որևէ շանս չունի վերարտադրվելու, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրսը սահմանափակ է և բարձր մասնակցություն լինի, իրենք ուղղակի ցածր մասնակցությունը ՔՊ-ի օգտագործի քաղաքացիների անպայման մասնակցել ձեր քվեով ձևավորեք նոր իրար քաղաքական հետապնդումներ իրականացնել, վերջամիտ կասկածներ, որ սրանք կրծելու են ճաշիներ կրարել միջնակություններից առաջ, բայց դա մեզ ձևով չի խանգարելու, որպեսզի մենք շեղենք ներգծած գրաֆիկից և մարդկանց շփվելով ներկայացնել մեր ծրագիրը և նրանց շփվի հասկացել փոխել այս իշխանությունը։ Այս պայն շրջապարեցնենք, վաղը լինելու ենք գյուղը բարաշապացնել և գյուղերը կողմել վաղը կնշենք, պես չասեմ, բայց վաղը գյուղական համայնքներում ամենաշից